ծրագրի զորավար։ Կազմակերպության սեփականատերը Արա եւ Արտակ Ասատրյանն են։ Արա եւ Արտակ Ասատրյան։ Կազմակերպության անունը Ադրա Ռեմարը, ինքը գործում է Միացյալ Նահանգներում համաշխարհային կազմակերպությունը։ Դեռ ինչ կազմակերպությունով ենք սկսում դե արտադրությունը վերջնական արույն, դեռ հայտնի չի, որ կազմակերպությունով ենք սկսենք, քանի որ հիմա դեռ ամբողջ գործընթացը տեղի չի ունեցել։ Հիմա այդ բանի գործընթացի մեջ է։ Իրանց շարունակում էլի գործընթացները չի վերջնական ավարտին հասել, արկու վաճառքը, վարձակալությունը, հիմա սկսել ենք մենք առողջական ծրագրի նախնական այն գործոնները, որով պետք է սկսվի, արդեն անում ենք, ապրանք արտադրել ենք, դուրս է եկել շուկա, արդեն 3 օր է։ Հիմնադիրների մեկը արտադրությունը չի հանդիսանում։ Չի հանդիսանում, այդ ընկեր Պարքև, դուք ինչ կապ ունեք Պարքև ՍՊ ընկերության հետ։ Դուք վստահացում եք։ Այո։ Համոզվածությամբ այս քննարկումը տեղի ունենում նախարարությունում, որովհետև հարցի հասարակական հնչեղությունը շատ բարձր է։ Առաջին հերթին, որովհետև սա եղել է ապրանքանիշ, որ ունի լայն սպառողներ, երկրորդ ունի աշխատակիցների մեծ քանակ, երրորդ ունի գործընկերների մեծ քանակ, որոնք մեծաքանակ գյուղացիներ են։ Աշխատակիցների եւ գյուղացիների հետ փոխհարաբերությունները վերջապես ընկնում են առողջացման փուլ։ Առողջացման ծրագրի մասին Եղել են մի քանի կազմակերպություններ, մենք բոլոր մանրամասներին տեղյակ չենք, մենք ունեցել ենք նաև քննարկումներ նախկին սեփականատիրոջ հետ, գիտենք, որ այս հնարավորությունը առավել իրատեսական է։ Ներկայացուցիչը նշեց, որ ներդրումներ են կատարվել, իրենց իրավական հիմք, այսինքն ինչ ինչքով է ներդրումներ կատարվել Քանի որ ընկերության գույքը շարժական ու անշարժատներից Արմանագիր ընկերուց առաջ նախ պետք է լինի գույքագրում ամբողջովին, հիմա այդ գործընթացն է տեղի ունենում։ Մի քանի իրավաբաններ առավոտից երեկո աշխատում են դրա վրա, որ հասնեն պայմանագրի վերջին, պայմանագիրը մի օրում մի քանի ժամում չի լինում արել։ Մենք ընդհանրապես ինչ ենք արել, ամենաառաջին հերթին մենք թողարկել ենք բարձր որակով արտադրանք։ Մնացած այդ բոլոր գործողությունները ընթացքի մեջ են։ Իսկ արտադրանքը նույն ծավալով է մատակարարվել, թե ավելի քիչ կամ ավելի շատ, ինչ որ նախկինում է եղել։ Նույն ծավալով են մատակարարվել, որովհետև մենք չենք ուզում կորցնել ոչ մի գնորդի։ Պարոն Հաճոյան, եթե արտավաճառքի բանակցությունները չեն ավարտվել, ինչու է դուք բանակցում մեկ կողմի հետ ուղղել, ասենք վաճառող կողմը եւ ո՞րն է դրա դիտումը։ Այն փաստը, որ արդեն 3 օր շուկայում հայտնվել է ապրանք, նշանակում է, որ իմ կողմից ես սկզբում թվարկեցի 3 կարևորագույն խնդիրներ։ Արտադրանքը, որակով պիտի հասնի սպառողին, աշխատատեղերը պիտի շարունակեն ունել, գյուղացիները, որոնք մատակարարներ են իրականացնում, պիտի կարողանան ամեն օր իրացնել իրենց արտադրանքը։ Մենք ուրային քննարկումներ ենք ունենում։ Լինելու են նաև հաջորդող քննարկումներ, որ կտան ձեր հետագա հարցերի պատասխան։ Պարտքերը գյուղացիներին կուտակված երբվանից եք պատրաստում վճարել ու նաև աշտարակաթը նախկինում առաջարկում էր, որ պանիր տալ այդ պարտքերի փոխարեն մարդիկ ասում են այդքան ռոկֆոր պանիրը ինչ անենք, մենք չենք կարող դա վաճառենք եւ սպառենք։ Պարտքերի մարման մասով առողջացման ծրագրում ինչ նորություն։ Նախնական պայմանավորվածություն ենք տանում բոլոր գյուղացիների հետ, որ մենք փորձում ենք իրանց օգնել, իրանց հին պարտքերը մարելու մասով, բայց մենք չենք կարող այս պահին մի անգամից իրանց բոլորի հին պարտքերը մարել։ Մթերում, մարումներ, այդ բոլորի հետ անհատական, ամեն մեկի հետ անհատական փորձում ենք համաձայնության գալ, առանց ոչ մեկին նեղացնել։ Շատ են պարտքերը։ Որքան է պարտքերը։ Մոտալ մի 170 միլիոն դրամի կարգ։ Իսկ դուք որքան ժամանակ եք նախատեսել դա ասած չէ նախնական մեկի մոտ պայմանավորվում են բոլորի հետ։ Դեռ վերջնական համաձայնության չենք եկել։ Մի որոշ մարդկանց հետ արդեն պայմանավորվել են, ուսած ասեմ, sense
ֆորմատով, հա, մթերում ենք, մթերման ընթացքում 5% վերադարձ ենք անում, որոշ գյուղացիներ համաձայնվել են, ոմանք համաձայն չեն, ավելի են ուզում։ Իսկ ներդրումային ծրագիր կա, ինչքան արժեք ծրագիր, ինչքան է պատասխանում ներդրում։ Չկա կոնկրետ այս բանը։ Ինչքան որ պետք լինի, այդ ասեմ։ Իսկ այդ ամերիկյան ընկերությունը այդքան փոքր հայ հասարակությանը Հայաստանի տնտեսությունում անծանոթ է, ձեր ասած ընկերության անունը Հայաստանի հետ ինչ առնչություն ունի ու այդ ընկերությունը այդ միջոցները իրոք ունի, թե պետության աջակցությամբ այդ ամեն ինչը անում։ Աջակցությունը կա ոչ ներդրումային մասով, այլ աջակցություն կենտրոնական բանկի պետության աջակցությունը կա մեր, բայց ոչ ներդրումային մասով։